Սիրելի հայեր, այսօր 28-ն է, հունվարի 25 թվական։ Ես պատմելու եմ ձեզ տեսիլք, հայտնություն, խոսք Սուրբ Հոգուց տրված, որը նոր չեմ տեսել, որը տեսել եմ հունվարի սկզբից սկսած, ոչ մեկ անգամով, մի տեսիլք չեմ, որ ես պատմելու եմ, ուղղակի իրար միացված եմ պատմելու ամբողջը։ Դա վերաբերում է Հայաստանին, հայերին և Հիսուս Քրիստոսին, և ներին, սատանային, հակաքրիստոսին։ Ես շատ կուզեի, որ շատերը լսեն այս մասին։ Նախապես ուզում եմ ասեմ, որ քաղաքականությունը ես չեմ սիրում, որովհետև այնտեղ չարն է գործում։ Շատ բաներ, որ կատարվել են և կատարվում են Հայաստանում, դա ինձ մեծագույն ցավ է պատճառել և պատճառում է։ Բայց կա Աստծո ճշմարտություն, և ես դա պետք է պատմեմ, ու խնդրում եմ ինձ քաղաքական թեմաներով մեկնաբանություններ չգրեք, այն էլ բացասական։ Իմացեք, ես ուղղակի, եթե դուք չար, քաղաքական և չար մեկնաբանություններ գրեք, ես ուղղակի հեռացնելու եմ դրանք, ու այս ալիքը դրա համար չի, որ այստեղ հանկարծ քաղաքական ինչ-որ թեմաներ գրվեն։ Սկսեմ սկզբից։ Մենք հայերով, որ իրականում ինձ Աստված ցույց տվեց, եթե ինձ դա ասեին մարդիկ, ես միգուցե մտածեի, նորից մեր հայկական ձևերն են, որ մենք յուրահատուկ ենք, մենք լավն ենք, մենք Աստծուն ընտրյալ ենք։ Բայց ես ասում եմ այն, ինչ Աստված է ինձ ցույց տալիս։ Հայերը իրոք ընտրյալ ազգ են Աստծո կողմից, և առաջին ընտրյալ ազգը հրեաներն են։ Առաջին ընտրյալ ազգը հրեաներն են, անկախ նրանից, թե ինչպես են նրանք վարվել քրիստոնեության հետ, Քրիստոսի հետ, ինչ են արել, մինչև հիմա ինչ են արարում, ինչքան թեկուզ սխալ, չար բաներ են նրանց ձեռքով ստեղծվել աշխարհի վրա, դա մի կողմ։ Մենք պետք է ընդունենք, որ Աստծո ընտրյալ ժողովուրդը հրեան է, առաջին ինչու, որովհետև եթե Աստված ընտրել է ինչ-որ մեկին կամ ինչ-որ մի ազգի, և նա նույնիսկ ամենասխալը գործի, Աստված հավատարիմ է, մարդը հավատարիմ չի, բայց Աստված հավատարիմ է, և նա երբեք չի հեռանում, չի թողնում նրան, ով իր ընտրյալն է, եթե նույնիսկ այդ ընտրյալը գնա ու մտնի սատանայի որջը, Աստված նրան չի թողնում, նա միևնույն է, չի նայում դրան, որ դու իրեն դավաճանեցիր, նա գնում է բռնում է քեզ կամ երկրին կամ ազգին, սատանայի որջից հանում, բերում է, կանգնացնում է, ասում է դու իմն ես։ Հեշտ խոսքով, լեզվով, ձևով չես հասկանում, կհասկացնեմ քեզ դժվար, բայց ես հավատարիմ եմ, ու դու իմն ես, ու ես քեզ չեմ թողնի, թեկուզ եթե անցնես աշխարհի ամենադժվար ճանապարհը, դու պիտի անցնես ու պտտվես, գաս իմ մոտ, որովհետև ես չեմ թողնի, որ սատանան քեզ տանի։ Եվ նրա ընտրյալ ժողովուրդը հրեան է, և մի նայեք նրան, թե հրեան ինչ սարսափելի բաներ է անում աշխարհի վրա, այլ ուղղակի իմացեք, որ նույնիսկ չարանալ այդ ազգի վրա պետք չի։ Ես ժամանակին շատ եմ չարացել, նեղացել, ցավ զգացել, գիտակցելով, թե այդ ազգը ինչեր է արել նախ Հիսուսի հանդեպ և ինչ է անում մինչև հիմա երկրագնդի վրա, ինչ սատանայական չար բաներ անում է հենց հիմա։ Բայց երբ ես հասկացա, որ երբ Տերն ընտրում է, նա նրա ընտրյալն է, և դու պետք է հարգես Տիրոջ ընտրությունը ու կռիվ չտաս դրա դեմ։ Երկրորդ ազգը, ում ընտրել է Աստված, հայերն են։ Ուզում եմ ասել, որ ամբողջ աշխարհը, աշխարհի այն մեծամեծ հզոր մարդիկ, ովքեր շատ լավ իմացել են, որ հայն է երկրորդ ընտրյալը, նրանք ամեն ինչ արել են, որպեսզի այդ պատմությունը վերացնեն, քողարկեն, ծածկեն, կորցնեն աշխարհի աչքից, որ հայը Աստծո ընտրյալ է։ Ես այս խոսքերը ասում եմ ոչ թե ինձանից, սրանք այն է, ինչ ինձ Աստված տվել է, բայց միշտ ապեք ուրախանալ և հպարտանալ, մեր հպարտությունը հենց մեզ ոչնչացման եզրին հասցրեց, ու մինչև հիմա, եթե մենք կանք, դա մեզ միայն Տերն է պահել, Հիսուս Քրիստոսը։ Բայց մենք շատ անշնորհակալ ենք, շատ չգնահատող անշնորհակալ, մենք շատ ենք հեռացել Աստծուն, և մենք շատ ենք կուրացել։ Մենք անսահման շատ ենք կուրացել Հիսուս Քրիստոսին։ Մենք, որ ամեն օր Աստված ասելով ման ենք գալիս, ապրում ենք Աստված ասելով, ամենաշատ ուրացած հեռացածն ենք Աստծուն, ինչու։ Տարբեր է քեզ քո զավակը, քո առաջին հարազատը դավաճանի, թե հարևանը կամ ընկերը։ Այսինքն դու չես կարող ասել, մյուսներն էլ են ուրացել Աստծուն, ամբողջ աշխարհն էլ ուրացել է, հեռացել են։
Կա տարբերություն։ Ամենամոտիկ կանգնածի ուրանալն ու դավաճանելը այլ է։ Իսկ մենք, նորից եմ ասում, Տերը ինձ ցույց տվեց, որ մենք ընտրյալ ժողովուրդ ենք։ Եվ ինչու միջև հիմա գոյություն ունենք, որովհետև մեզ Աստված է պահել, որովհետև նա է հավատարիմ։ Մենք անհավատարիմ դավաճաններ ենք, բայց Հիսուսը ամենահավատարիմն է։ Նրա անունն էր հավատարիմ եւ ճշմարիտ, եթե հիշում եք։ Եվ ամեն ինչ սկսվում է Նոյի ժամանակից եւ Արարատ լեռից։ Ուզում եմ ասել, որ այն բոլոր մարդիկ, ովքեր որ իմացել են ամբողջ ճշմարտությունը հայերի եւ Հայաստանի մասին, ամեն կերպ մեծագույն ծրագրերով գործել են, որ Հայաստանը մինչև վերջ վերացնեն, որովհետև այնինչ որ կար Հայաստանի մեջ, Հայաստանում, հայերի մեջ, հայ պատմության մեջ, հայ աշխարհի մեջ, հայ լեռնաշխարհի մեջ, հայ հողի մեջ եւ հայ եւ Աստված հարաբերությունների մեջ չի եղել ոչ մի ազգի մեջ Աստծո հետ կապված։ Եվ մեծ ծրագիր է եղել, որպեսզի ոչնչացնեն։ Եվ այն ծրագրերի մեծությունն ու խոշորությունը, որ ինձ Աստված ցույց է տալիս, որ գործել է Հայաստանի վրա, Հայաստանը պիտի վաղուց չլիներ։ Իրոք պիտի վաղուց չլիներ։ Դա մեր շնորհքը չի, որ մենք դեռ կանք այսքան։ Դա մեր շնորհքը չի, որ հայերը այսքան քանակի գոնե աշխարհում գոյություն ունեն ու այս մի փուճուրիկ հողը որ կա։ Եվ այդ մեծամեծները իրենց ծրագրերով, որ մի ողջ դարերով, հատկապես վերջին դարերում գործել են Հայաստանի վրա, նրանք բոլորը պատկանում են սատանային բնականաբար։ Հիմա Աստված ինձ ինչ է ցույց տալիս։ Այսպես ամեն ինչ սկսվել է Արարատից, Նոյի ժամանակից։ Նոյը իջել է Արարատի վրա։ Եվ դրա մասին գիտի սատանան իր բոլոր ծառաներով դարեդար եւ ամեն ինչ արել է եւ անում է, որպիսի Հայաստանը ոչ մի կերպ չունենար Արարատ, որովհետեւ այնտեղ իջել է Նոյը, այնտեղից սկսվել է ամեն ինչ, Աստված ընտրել է հենց այդ հատվածը եւ Աստծո ընտրյալ ժողովուրդը, Նոյի ժառանգները, սերունդները սկսվել են հայկական լեռնաշխարհից։ Դրա համար ամբողջ այդ սատանայի ծառաները, աշխարհի այդ մեծագույնները, ովքեր կարողանում են պատմություններ խեղաթյուրեն եւ ծածկեն եւ կորցնեն, ամեն ինչ արել են, որ Հայաստանը վերանա, Հայաստանը չերևա եւ Հայաստանի պատմությունը, հայկական լեռնաշխարհի պատմությունը, հայոց պատմությունը աշխարհը չիմանա, որ ամեն ինչ սկսվել է Արարատից, իրոք ոչ թե ենթադրություններով, որ ամենասկզբում եղել է հայկական լեռնաշխարհի ժողովուրդը եւ ամեն ինչ սկսվել է այնտեղից։ Բայց Աստված չի թույլ տվել, որ մենք ամբողջովին վերանանք, նորից եմ ասում։ Ու դա անհնար է, որովհետեւ մենք Աստծո ընտրյալ ժողովուրդն ենք։ Սատանայի աչքը, նորից եմ ասում, Արարատ լեռան վրա է, որովհետեւ Աստծո գործը, որ սկսվել է Արարատ լեռից, ժողովուրդները, որ նորից կյանք են ստացել ու շարունակվել են Նոյի ժառանգները Արարատ լեռից, սատանայի աչքը հենց այդ կետի վրա է։ Եվ Հիսուս Քրիստոսը ինձ ցույց տվեց տեսիլքի մեջ, որ սատանան երազում է Արարատ լեռը այս կողմից, Հայաստանի կողմից։ Ինչու? Որովհետև Արարատ լեռը իր իրական աստվածային ուժով եւ կերպարանքով այս կողմից է, Հայաստանի կողմից է, այն կողմը, որ մենք ենք տեսնում։ Դա այն իրական, սքանչելի, հիասքանչ եւ աստվածային կողմն է լեռան։ Ու Տերը ինձ ցույց տվեց, որ սատանան ամեն կերպ ուզում է հայտնվել, իհարկե, եւ սատանան, եւ իր ծառաները, եւ իր այն մարդիկ, ովքեր իրենն են, հայտնվել Արարատի հայկական կողմում։ Եվ եթե դա կարող է արվել նույնիսկ առանց ֆիզիկական մեծագույն գործողությունների, այսինքն պատերազմի, այլ Հայաստանին խաբելով, նույնպես կարող է սատանան, այսինքն նրա ներկայացուցիչ երկրները, նրան զորքերը հայտնվեն եւ կանգնեն Արարատի հայկական կողմում, այսինքն պարտադիր չի, նրանք կարող են ընտրել ուրիշ ուղի, ոչ թե պատերազմով հայտնվել այդտեղ, այլ խաբելով Հայաստանին, մտնել եւ կանգնել այդտեղ, որովհետեւ դա սատանայի համար շատ կարեւոր է։ Շատ, դա հիմքն է, դա սկիզբն է այս աշխարհի, որը որ հիմա կա։ Այս բոլոր սերունդների հազարամյակների մարդկության սկիզբնական կետն է եւ դա հատուկ կետ է, օրհնյալ կետ է, օծյալ կետ է, հզոր կետ է, ընտրյալ տեղ է։
եւ սատանան ուզում է այդ տեղում կանգնել, լինել այդտեղ։ Դա մեկ։ Եվ նորից եմ ասում, դա կարող է լինել ոչ թե պատերազմով, այլ խաբելով։ Ուզում ասել, որ Տեր ինձ ցույց տվեց, որ հայերը, Հայաստանը խաբվելու են, նորից է ցույց տալիս, խաբվելու են։ Ամերիկան, Եվրոպան խաբելու են Հայաստանին։ Եվ շատերին թվալու է, ինչ լավ է, մենք փրկվեցինք, տեսեք, Ամերիկան է մեր հետ կամ Եվրոպան, բայց դա կեղծիք է, դա սատանան է, չարն է խաբում հային, Հայաստանին, որպեսզի կարողանա այդ տարածքը, որը Աստծունն է, ամբողջն է Աստծուն, ամբողջ աշխարհը, խնդրում եմ, սխալ չհասկանաք, բայց այդ տարածքը օրհնյալ եւ Աստծու ընտրյալ եւ ընտրյալ ժողովրդի լինի սատանայի ձեռքի տակ։ Ես ասում եմ այնպես, ինչպես Աստված է ինձ ցույց տվել։ Դա ֆիզիկական կյանքում կարող է մի փոքր այլ կերպ արտահայտվել հետո, բայց մենք կհասկանանք։ Եվ նրանք խաբելու են Հայաստանին, հայերը ուրախանալու են, Հայաստանը ուրախանալու է, որ փրկվեց, ինչ լավ է, ինչպիսի հզոր բարեկամներ ունի, բայց դա սատանայի սուտն է լինելու, որպեսզի ուղղակի կարողանա ձեռքը դնել Հայաստանի վրա։ Աստված ինձ ասաց, որ այսպես ասեմ, երկիրը կարող է ունենալ շատ վատ իշխանություն, բայց Աստված թույլ տա, որ այդ վատ իշխանությունը լինի։ Եվ երբ ես հարցրեցի Տեր, իսկ ինչու ես թույլ տալիս, որ լինի սխալ կամ վատ կամ չար իշխանություն, Տերն ինձ ասաց, որպեսզի փրկեմ ավելի մեծ չարից, որը կարող էր լինել։ Չէ՞ որ Աստված օգտագործում է նույնիսկ սատանային։ Եվ ասաց, որ հայ ժողովուրդը հիմա երբ կխաբնվի, դա նույնպես ես եմ թույլ տալիս։ Որովհետև ես գործում եմ այնպես, որպեսզի դուք փրկվեք, թեկուզ ունենալով չարի փոքրագույնը, ազատվելով չարի մեծագույնից։ Եվ Տերն ինձ ասաց. ես թույլ եմ տալիս, որ չարը գործի, եւ ցույց տվեց ինձ, ինչպես է Հայաստանը Ռուսաստանից հեռացել, պոկվել, կտրվել։ Եվ Աստված ասաց. ես թույլ եմ տվել, որ չարի ձեռքով դա տեղի ունենա, որպեսզի հետո Հայաստանը չկրի ավելի մեծ կորուստ, քան եթե մնար Ռուսաստանի հետ կկրեր։ Հիմա ես Աստծո խոսքն եմ փոխանցում, նորից եմ ասում, ոչ մի քաղաքական ոչինչ չկա, ինձանից ոչինչ չկա այստեղ դրված։ Եթե ինչ որ վատ քաղաքական իմաստներով ինձ մեկնաբանություններ գրվի, ես ուղղակի դրանք հեռացնելու եմ, որովհետև այս ալիքը նրա համար չէ, որ խոսենք քաղաքականությունից, սա այդ տեղը չի, նորից եմ ասում։ Հիմա Աստված ասում է. ես թույլ եմ տվել, որ տեղի ունենա Հայաստանը Ռուսաստանից հեռանա, ես եմ դա թույլ տվել, որովհետև երրորդ համաշխարհայինը երբ սկսվի, երբ Հայաստանը մնար Ռուսաստանի հետ, նա ավելի մեծ կորուստներ կունենար, քան հիմա, որ խաբվելու է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից։ Միևնույն է կորուստներ լինելու են, ու ուզում եմ ասել, չկա ոչ մի երկիր, որ կորուստ չի ունենալու այս աշխարհում, բայց կրկնում եմ Աստծո խոսքը, ես թույլ եմ տալիս, որ տեղի ունենա չարի փոքրագույնը, որպեսզի ազատեմ չարի մեծագույնից Հայաստանին։ Հիմա ով հասկացավ, ով չի ուզում հասկանա, միշտ էլ հազար պատճառ գտնում է, որ չհասկանա եւ չընդունի։ Նորից եմ ասում, Հայաստանը խաբվելու է Ամերիկայի կողմից, մտածելու է, որ իրեն փրկելու է։ Դա սկզբում է լինելու այդպես։ Գալու է դիմակով, չարը գալու է դիմակով, եւ Հայաստանը խաբվելու է, արդեն խաբվում է, բայց Աստված է թույլ տալիս, որպեսզի այս ամենը տեղի ունենա։ Ինչ հիմա մեր հետ տեղի ունենում, Աստված է թույլ տալիս, որովհետև նա ինձ ասաց, ես թույլ եմ տալիս չարի փոքրագույնը, որպեսզի ազատեմ չարի մեծագույնից, ու դա չի վերաբերում միայն այն երկրներին, ում հետ մենք բարեկամ ենք կամ բարեկամանում ենք կամ հեռանում ենք։ Նրան է վերաբերում, թե ինչ է կատարվում ընդհանրապես Հայաստանի հետ, չարի փոքրագույնը թույլ տալով ազատում է չարի մեծագույնից։ Ուզում եմ ասել, որ հայերը շատ են հեռացել Աստծուց եւ Աստված սպասում է, որ մենք ապաշխարենք։ Բայց ամենավատն այն է, երբ ցանկացած լսող մարդ կարող է մտածել, ես ապաշխարած եմ, ես մաքուր եմ, ես Աստծով եմ։ Ամենավատը դա է, դա հպարտություն է։ Մենք պետք է ամեն օր ներում խնդրենք Աստծուց եւ որպես ազգ Աստծո առաջ մենք ընդունենք մեր սխալը, բայց դա պետք է լինի մեր յուրաքանչյուրի մեջ։ Մեր յուրաքանչյուրի մեջ մենք մեզանից յուրաքանչյուրը ես, դու, մենք բոլորս պետք է հասկանանք, որ որպես ազգ
մենք սխալված ենք ինքներս մեր հանդեպ եւ սխալված ենք ինքներս մեր երկրի հանդեպ, հողի հանդեպ, ժողովրդի հանդեպ եւ ամենաառաջինը սխալված ենք Աստծո հանդեպ, որովհետեւ մենք ուրացել ենք, մենք հեռացել ենք։ Այն մարդը, ով կասի, որ ես չեմ ուրացել, այն մարդը կասի, որ ես չեմ դավաճանել Հիսուսին, այն մարդը, որ կասի, որ ինքն իրական քրիստոնյա է, միշտ եղել է մաքուր քրիստոնյա, չի սխալվել, չի դավաճանել, չի ուրացել Տիրոջը, միշտ նրա հետ է եղել, հավատացել է, այդ մարդը ամենասխալվածն է, որովհետև մենք բոլորս ուրանում ենք Տիրոջը։ Մենք բոլորս ուրանում ենք Տիրոջը եւ երանի նրանց, ովքեր որ գալիս է մի պահ, Տիրոջ ձեռքով մաքրվում, ազատվում են եւ կանգնում են ճիշտ ճանապարհին եւ արդեն քայլում են միայն Տիրոջ հետևից, նրանով, հանուն նրա եւ այլևս չեն հեռանում Աստծուց, չեն մեջքով կանգնում, չեն դավաճանում, չեն ուրանում Հիսուս Քրիստոսին, բայց մեր ազգը դավաճանել է եւ ուրացել է, ինչպես մեր ամենօրվա ապրած կյանքով, մեր կյանքի մեջ շատ քիչ է Աստված, մեր կյանքի մեջ ամենաշատը նյութն է, ցուցամոլությունը, ցուցադրությունը, մրցակցությունը եւ եսը, մեր հպարտությունը, մեր գոռոզությունը, կենտրոնանանք մեր եսի վրա, պաշտենք մեր եսը, բոլորից առաջ տանենք մեր եսը, ցույց տանք մեր եսը, թե ինչքան լավն է մենք, մեր եսը ինչքան լավն է, եւ Աստծո մասին չմտածենք։ Մտածենք ուտելիքի, փողի, մարմնի, նյութի մասին, Աստծո մասին չմտածենք։ Աստծուն հիշենք այն ժամանակ, երբ որ մեզ ինչ-որ բան է պետք, այդ պահին խնդրենք, ու էլի մոռանանք Աստծուն։ Չապրենք Աստծով, չարանանք, բամբասենք, նախանձենք, հայհոյենք, անիծենք, ու այդպես շարունակ, վատաբանենք, դատենք, քննադատենք, ինչքան քննադատող ժողովուրդ ենք մենք, ինչքան դատող ժողովուրդ ենք մենք, ինչքան զրպարտող ժողովուրդ ենք մենք, այսքան մեղքեր, որ մենք ենք գործում, ու հետո ասում ենք մենք, ես, ինչ ես խոսում, ես Աստծով եմ ապրում, ես մեղք, ես Աստծուց հեռանալ, քանի դեռ ժամանակ կա, Տերն ինձ ցույց տվեց, որ ինքը ժամանակ է տալիս մեզ, բայց այդ ժամանակը շատ կարճ է, ընդամենը ամիսներ են, ընդամենը, բայց դուք մի հաշվեք ամիսներ, դուք հաշվեք օրեր, ժամեր, րոպեներ ունեք ձեզանից յուրաքանչյուրը, որովհետև մեզանից յուրաքանչյուրը չգիտի հաջորդ վայրկյանին իր հետ ինչ կլինի, պատկերացրեցիք, ներում խնդրեք Աստծուց, ընդունեք ձեր մեղքերը, խնդրեք Աստծուն, որ ձեզ մաքրի, մոտեցեք Աստծուն, ապրեք Աստծով, շատ ենք նյութով ապրում, հայերը շատ են նյութով եւ մարդկանցով, անձով ապրում, հենց այդ մրցակցությունը, նախանձը, մրցավազքը, ցուցամոլությունը, մենք մեր բոլոր ուժերը, ռեսուրսները, ամեն ինչ տաղանդները դնում ենք նրա համար, որ նյութին հասնենք եւ առաջ ընկնենք միմյանցից եւ մեր եսը բարձրացնենք, բայց մենք պետք է վազեինք Տիրոջ հետևից, ոչ թե նյութից, ամուր բռնեինք Տիրոջը, ապրեինք Տիրոջով, հետևեինք նրան, որովհետև Տերն ընտրել էր մեզ, մենք հենց ամենասկզբից եղել ենք ընտրյալ ժողովուրդ, եւ քրիստոնեությունը առաջինը ընդունելը դա ուղղակի հենց այնպես չի եղել, դա ուղղակի մարդկային որոշում չի եղել, չի կարող երկրագնդի վրա տեղի ունենալ մի շարժում, անգամ մի գործողություն առանց Աստծո կամքի, եւ Աստծո կամքն է եղել, որ մենք ընտրենք քրիստոնեությունը առաջինը։ Թող չթվա մարդկանց, որ դա թագավորները արեցին, պետությունը արեց, պարտադրեց ժողովրդին, շատերը ասում են պարտադրել են, ստիպել են եւ այլն։ Երջանիկ եղեք, որ պարտադրել ստիպել են։ Օգտվեք դրանից, որ քրիստոնյա եք ծնվում։ Ուղղակի ծնվում եք արդեն քրիստոնյա, հայ լինելով։ Աստծո կամքով է դա եղել։ Աստված հավատարիմ է, մենք անհավատարիմ ենք, բայց Աստված ինձ ասաց, քանի որ ինքը հավատարիմ է, ինքը մեզ կփրկի մինչև վերջ։ Նորից եմ ասում, ելի եմ ասել, սատանային պետք է Հայաստանը իր տարածքով, իր հողով, բայց դա չի նշանակում, որ նա դրան կհասնի, բայց նա կարող է դրան հասնել խաբելով, նաև ուղակի հայտնվելով այստեղ եւ խաբելով մարդկանց, այսինքն քո տունը վերցնում են քեզանից, բայց դու չես հասկանում, որ վերցրել են։ Քեզ թվում է ուղակի հյուր են եկել։ Տերը մեզ կփրկի, եթե մենք դարձի գանք, ապաշխարենք եւ դառնանք Տիրոջը, իրոք դառնանք Տիրոջը, մեզ հանձնենք Տեր Հիսուս Քրիստոսին, Աստծուն հանձնենք։ Սատանայի աչքը Էջմիածնի վրա է։ Սատանայի աչքը Մայր Աթոռի վրա է։ Սատանայի աչքը այն նյութական ժառանգության վրա է, որ կա Էջմիածնում։ Սատանայի աչքը այն հոգևոր ժառանգության վրա է, որը կա
միևնույն է, կա, ինչքան էլ հեռացել ենք Աստծուց, կա հայ ժողովրդի մեջ, որովհետև դա քեզ է պատկանում, որովհետև դա քոնն է, որովհետև դա դու էիր, որ ընդունեցիր առաջինը քրիստոնեությունը, իսկ սատանան ատում է քեզ հենց դրա համար, որովհետև դա դու էիր, որ այսքան դարերով ոչնչացար, փորձեցին ավելի ճիշտ քեզ ոչնչացնել, բայց դու մնացիր քրիստոնյա, եւ սատանան ատում է քեզ դրա համար, բայց դա մեր շնորհքը չի, որ մենք մնացինք ու այն էլ մնացինք քրիստոնյա, Աստված ինչքան չի ուզել, որ մենք հանկարծ քրիստոնեությունից հեռանանք, այսինքն մենք միևնույն է Աստծունն ենք, եւ նա թույլ չի տվել, որ մենք հեռանանք իրենից։ Դա նույնպես Աստծո կամքն է, որովհետև Աստված իրեններին, ով իրենն է, չի տալիս սատանային, ինչ էլ որ լինի, միևնույնն է, գտնում եւ վերադարձնում է, պահում է իրեն։ Ինչքան էլ որ մոլորվի ազգը կամ մարդը, Աստված գտնում եւ վերադարձնում է։ Հիմա մենք ապրում ենք վերջին օրերում։ Ուրիշ օրեր աշխարհը էլ չունի։ Հիմա մենք ապրում ենք հափշտակությանն ենք մոտեցել, Աստծո դատաստանները սկսված են, բայց մենք ապրում ենք դրանց մեջ եւ օր-օրի մենք ավելի ու ավելի շատ ենք տեսնելու սարսափներ երկրագնդի վրա ու մենք ապրում ենք այդ դատերի մեջ, պատիժների մեջ եւ չարը գործում է։ Աստված թույլ է տվել, որ չարը արդեն գործի իր ողջ թափով։ Ես չեմ խոսում հակաքրիստոսի մասին, այլ սատանայի մասին եմ դեռ խոսում։ Հիմա ունենք մի փոքր ժամանակ, որ դարձի գանք, երբ տեղի կունենա հափշտակություն, դրանից հետո երկրի վրա կմնան բոլոր անհավատները, թերահավատները եւ նրանք հակաքրիստոսի իշխանության թրի տակով կանցնեն, այսպես ասեմ։ Տեր Հիսուսը մեզ ուզում է փրկել։ Նա մեզ փրկելու է, բայց նրան պետք է, որ մենք դարձի գանք, մաքրվենք, հեռանանք չարից, մոտենանք իրեն, ապաշխարենք, ապրենք մաքուր, ապրենք Աստծով եւ քայլենք Աստծո հետևից։ Երբ Տեր Հիսուս Քրիստոսը ինձ ցույց տվեց, թե սատանան ինչ է ուզում հայերից, ինչու է այդքան ատում հայերին, առաջինը, որովհետև մենք քրիստոնյա ենք եւ միշտ ենք քրիստոնյա եւ ոչինչ չփոխվեց մեր մեջ։ Մենք մնացինք քրիստոնյա, բայց մեր անձերը, որպես մարդ, որպես ժողովուրդ, մենք դավաճանեցինք Հիսուսին այն իմաստով, որ մենք չապրեցինք քրիստոնեական կյանքով, մենք չենք ապրում քրիստոնեական կյանքով։ Մենք շատ ենք կեղտոտվել, մենք շատ ենք սատանայի հետևից գնացել նրա ցույց տված նյութերի, թանկարժեքությունների, փողերի, ճոխությունների հետևից շատ ենք վազել, մոռանալով Հիսուս Քրիստոսին։ Տեր ինձ ցույց տվեց մի տեսիլք, ես տեսա Սևանի վանքը, մեր Սևանի վանքը, Սևանի եկեղեցին։ Ուրեմն ես տեսնում եմ եկեղեցին Սևանի եւ տեսիլքի մեջ արդեն դու գիտես, նախ ես ճանաչում եմ այդ եկեղեցին իհարկե, բայց միանգամից իմացություն ես ստանում, թե դու ինչ եկեղեցի ես տեսնում։ Ես տեսնում եմ վերևից Սուրբ Հոգին աղավնի սպիտակ իջավ եկեղեցու վրա, այնտեղից դուրս եկավ Հիսուս Քրիստոսը, ներսից նա դուրս եկավ։ Նրա հագին սպիտակ ջերմակսկեստ էր եւ վրան կարմիր կտոր էր անցնում սպիտակ հագուստի վրայով, կարմիր կտորով հատված կար։ Այդ կարմիրը նշանակում է նրա զոհաբերությունը, որ նա արեց հանուն մեզ, փրկությունը մեր, որ ստացանք նրա արյամբ, եւ հաղթանակը չարի հանդեպ, մահվան հանդեպ։ Հիմա Տեր Հիսուս Քրիստոսը դուրս եկավ Սևանի եկեղեցուց, նա երկու ձեռքերը, թևերը բացեց ուղակի ամբողջությամբ, տարավ կողքեր դեպի եւ նա ժպտում էր։ Ես հարցրեցի Տիրոջը, երբ տեսա տեսիլքը, իմ մոտ հարց առաջացավ, չնայած ես տեսիլքից հետո էլ հարցրեցի. ինչու եմ ես սա տեսնում, որովհետև դրանից մի քանի օր առաջ նորից ես տեսել էի նմանատիպ տեսիլք, հայկական եկեղեցի էր ուղակի, սպիտակ աղավնին եկավ իջավ եկեղեցու վրա եւ Հիսուսն ինձ ասաց, որ ես ձեր հետ եմ։ Ու արդեն երբ տեսա Սևանի եկեղեցուց դուրս եկավ այդպես, ես հասկացա, որ դա խոսում է փրկության եւ հաղթանակի մասին հայ ժողովրդի։ Ես նորից եմ ասում, դա չի նշանակում, որ մենք դեռ չենք անցնելու շատ բարդ ճանապարհով, շատ մեծ դժվարություններով, խաբվելու ենք, դժվարությունների միջով ենք անցնելու, բայց Հիսուսն է մեզ փրկելու։ Նա դուրս եկավ Սևանի եկեղեցուց եւ դա ուրիշ ոչինչ չէր կարող լինել, քան այն, որ ես ձեր հետ եմ, ես ձեր մեջ եմ, ես ձեր համար եմ, ես ձեր հավատարիմն եմ, ես ձեզ փրկում եմ եւ փրկելու եմ։ Եվ ամենամեծ նշանակությունը, որ ես հասկացա, որ այն վերջը, որին մոտենում ենք, այդ վերջին մենք մոտենալու ենք եւ եզրափակվելու է ամեն ինչ Հիսուս Քրիստոսի ներկայությամբ Հայաստանում։ Ես էլի եմ տեսել տեսիլքներ,
բայց չեմ պատմում դե ամեն տեսիլք, որը Տերն ուղղորդում է, դա եմ պատմում։ Ես տեսնում եմ Հիսուս Քրիստոսին ամեն անգամ Հայաստանում, երբ նա ինձ ասում է, որ մենք շատ ենք հեռացել իրենից, պետք է ապաշխարենք դարձի գանք, նա շատ մեծ ցավ է զգում, որ մենք այսպիսին ենք, որ այսքան դավաճան ենք, բայց նա հավատարիմ է եւ նա մեզ փրկելու է։ Ես պատմեցի այս ամեն ինչպես ինձ ուղղորդեց Սուրբ Հոգին։ Ինչ որ խոսեցի, Տիրոջ կամքով Սուրբ Հոգու խոսքներ ուղղակի դուրս եկավ իմ շուրթերից, բայց ես ուզում եմ հասկանանք, որ հիմա ինչ ճամփով էլ անցնենք, որտեղ կխաբվենք, որտեղ կօգտագործվենք, որտեղ կմնանք, ինչ էլ որ լինի, ունենք մի փրկություն Տեր Հիսուս Քրիստոսն է, նա հավատարիմն է եւ նա թույլ է տալիս, որ մենք անցնենք այս ճամփով, որովհետեւ ով իր կյանքում չի հասկանում հեշտ ձևով, Աստված նրան հասկացնում է դժվար ձևով, բայց միևնույն է հասկացնում է։ Աստված ում ընտրել է, ով Աստծունն է, ինչքան էլ դու մոլորվես, պտտես, հազար անգամ գնաս սատանայի դուռը, սխալվես, գայթակղվես, դավաճանես Աստծուն, Աստված հավատարիմն է, նա քեզ միևնույն է, քո մոլորված բոլոր ճամփեքից գտնելու է, դարձի է բերելու, մաքրելու է։ Եվ դու հասկանալու ես, որ դու պատկանել ես միայն ու միայն Հիսուսինը, բայց դու ուղղակի սխալվել ես։ Նույնը վերաբերում է ազգերին, ժողովուրդներին, երկրներին։ Դա կատարվում է Հայաստանի հետ։ Հիսուսը մեզ չի թողնելու, բայց մենք պետք է դարձի գանք։